Բարի լույս ձեզ։ Ոնց եք։ Ինչ խնդրեմ ունեմ։ Գնում եմ բժշկի սրտիցս լավ չեմ էլի։ Քանի տարեկան եք։ 60 եմ արդեն։ Գնում եմ բժշկի ամեն անգամ 10-15 հազար փող են ուզում ինձնից։ Գնում եմ մտամ կոնսուլտացիա անեմ, 2 բառ սրտից ասում են, ասում են գնա այս տեղը խմի, քննման տեղը։ Աշխատում եք, աշխատավարձ ինչքան է։ Աշխատում եք թե չէ։ Ինչքան եք ստանում աշխատավարձ։ Մի 150,000։ Դե հիմա եթե ձեր աշխատավարձը ենթադրում եմ, եթե ավելի բարձր է, գնացեք ձեր գործատուին ասեք 200,000-ը գրանցի, որպեսզի դառնա կառավարության ապահով։ Հասկանում եմ ձեզ։ Մի հատ կարող եք դուք հրահանգել, որ ամեն ինչի համար 10-15 հազար դրամ չվերցնեք։ Տիկին Ավանեսյանը ուրա։ Տիկին Ավանեսյան թող գա էլի մի։ Եթե 150,000 փաստացի ստանում է, ուրեմն շահառու է, թե մոտև 200,000-ից ավել դնի գրանցած աշխատավարձ։ Եթե 150,000 փաստացի ստանում եք։ Միգուցե չեմ աշխատում, կամ իմ ծնողն է, կամ մեկն է։ Ինչի համար է գումարը վերցնեն ինձանից։ Տիկին Ավանեսյան, տեսեք կոնսուլտացիաների բարձր գումարների մասին է։ Բայց այստեղ խնդիրը գիտեք որն է, որովհետև եթե դուք առողջության ապահովագրության շահառուն եք, այդ թեմաներից արդեն կազատվեք։ Պարոն վարչապետ, կլսեք ինձ խնդրում եմ։ Այն անգամ որ դուք մեր փողոցում էիք ապրում, մի թաղից էինք, գալիս եք մենք ձեզ ձեն էինք տալիս։ Դաժե որ վարձով տուն էիք ման գալիս, իմ տունել եք եկեք այն թվերին։ Մենք ես ձեզ լավ ճանաչում եմ, դուք էլ ինձ այդ որ հիշեք, կճանաչեք։ Հիմա խնդրում եմ ձեզ, ովքեր որ ասես թալանում են մեզ ուշադիր լսեք այդ բժշկությունը ու գնում ես 2 բառ խնդրում եմ լսեք ես ձեզ կլսեմ հարգանքով ձեզ լիքը ձեր հանդեպ հարգանքով գնում ես 2 հատ բառ ասում ես 10,000 տալիս ես մեկ դեղա նշանակում ասում գնա կզանգեմ էլ ոչ զանգում բայց ինչի համար ես պետք 10,000-ը տամ չունեմ ոչ չի բան հիմա ես որ ձեր հետ խոսում եմ ճնշում ես երևի այնքան այս հազիվ եմ խոսում Բայց հիմա մենք ուզում ենք ձեզ օգնենք, օգնեք, թող էսը նախարարը, թող գրի, հարգելիս, եթե դուք 150,000 ստանում եք, դուք շահառու եք, դուք կարա գնաք առանց այդ ամեն ինչի, ստանաք ձեր բուժումը։ Ես ձեզ հասկանում եմ, հարգելի պարոն վարչապետ ջան։ Բանը հարկերը ներսը, չէ, 200,000։ Էսա Վարդանաս պոլիկլինիկայում եմ ես գրանցված։ Գնում եմ, ասում դու գրանցումը մի շաբաթից կարող եմ արդ ներնի ոնց։ Ասում մի շաբաթից արի, որ շուտ ես գնում։ Ասում որ 10-15,000 տաս, ամեն մի կոնսուլտացիան գնում ես, նստում ես, այս բանը ես կարամ ասում, ընկեր վարչապետ ջան, ցավը տանեմ։ Հիմա ինչ անենք, ասեք, ինչ։ Էսա նախարարը ստեղա, թող մի հատ գրություն գրի, թող ինձ անվճար տանեն ստուգեմ։ Չէ, դե չի, եթե վճարով է կապ չունի, ինչ կապ ունի, բա բժիշկն էլ է քաղաքացի, բա ինքը աշխատավարձ ստանա։ Ես քեզ միշտ նայում եմ, բանով, դու միշտ ոնց որ ազգի համար չխոսած։ Ես ընկեր վարչապետի հետ եմ խոսում, ես իրան ձեզանից լավ գիտեմ։ Դե արեք չխոսանք, դուք մենակ խոսում եք, չեք անում։ Հարգելի պարոն վարչապետ ջան։ Եղբայր, տեն չի լինի, որ ամեն ինչը ձրի լինի։ Ոնց կլինի ամեն ինչը ձրի։ Քիչ պետք է լինի։ Կներեք, դուք որտե եք աշխատում։ Որտե եք աշխատում։ Ես գնում եմ, փայտ եմ կտրում, ամեն ինչ եմ անում։ Ձրի կկտրես փայտ։ Կկտրեմ։ Հա։ Դե ձրի կտրի։ Ուրեմն այդ գումարի մեջ խնդրում եմ։ Մի րոպե սպասեք։ Դուք իմ պաշտպանն եք, չէ։ Այո։ Ես պաշտպան եմ։ Ես ձեր պաշտպանն եմ, ես բժշկի պաշտպանն եմ։ Բժիշկն ասաղի վերահսկողն եք։ Լսեք, ասում եմ դուք որ փայտ եք կտրում, ձրի կկտրեք փայտ։ Կկտրեմ։ Չեք կտրի, չեք կտրի։ Շնորհքով կկտրեմ, եթե գումարը վերցնում եմ, շնորհքով կկտրեմ։ Ոչ մեկ չեք կտրի։ Շնորհքով կկտրեմ գումարը վերցնում եմ։ Ուրիշ բան, մի րոպե։ Ես ձեր հարցը հետեւյալի, եթե այդ գինը գրված է, որ կոնսուլտացիան արժի 10,000, դա ուրեմն օրինական վճար է։ Եթե չարժի, ուրեմն չէ։ Հիմա դուք որպես քաղաքացի, մենք ձեզ համար ստեղծել ենք հնարավորություն։ Ասցիք, որ աշխատում եք 200,000 դրամ աշխատավարձ ստացողը դառնում առողջության ապահովագրության շահառու եւ այդ որևէ վճարում ընդհանրապես որևէ վճարում։ Ես լսեցի, հասկացա, անգեր վարչապետ։ Ես գնում եմ, ասում եմ այդքան գումար, բայց դրա այդ գումարի հիման վրա բուժումը չի անում։ Եղբայր, դուք աշխատում եք, թե չէ։ Աշխատում եմ, անհատական եմ։ Օրա գնում ես համ շինարարություն եմ անում ամեն ինչ։ Դե այդ ասում եմ դուք ձեր աշխատանքը ձրի չեք անի, որովհետեւ Բայց որակով եմ անում, չէ՞։ Չէ, չգիտեմ, որակով եք անում, թե որակով չեք անում։ Բայց ես գնում եմ լսեք, ասում եմ բժիշկը գրածա, որ այդ ծառայությունը արժի այդքան, դուք պետքա վճարեք այդքան, պետք է աշխատեք, մի րոպե սպասեք, ինչ եմ ասում։ Ամենակ դուք եք խոսում, չեք թողում ես խոսամ, ընկեր վարչապետ։ Քանի րոպե եք ուզում խոսացեք, հետո ես կարող եմ ձեր հետ նստեմ ու խոսամ, հաստատ ձեզ ես խելքով կկրեմ։
Հաստատ, հա։ Չեմ կասկածում։ Ընկեր վարչապետ, ես գնում եմ, ասում եմ գումարը սա է, չէ՞, ես վճարում եմ։ Խնդրում եմ, թող ինքն էլ բարի լինի, դրա հիման վրա նորմալ բուժումներ նշանակի։ Որ բժշկից է ձեր բողոքը տվեք, մենք կստուգ ենք իր աշխատանքը։ Վարդանանց պոլիկլինիկ։ Անն ազգանը բժշկի ասեք, մենք կստուգ ենք իր Ես չեմ աշխատանքը։ կարող, օրը մեկի մոտ ուղարկում են ինձ։ Ձեր անուն ազգանը կասեք, ես Կարծեմ Մովսեսյան Ռազմիկ Սահակի։ Նա պարոն Մովսեսյանի ստացած ծառայությունները ստուգ ենք, Հարգելի նախարար, խնդրում եմ դուք Ստուգ ենք, արդյոք Լավ, ճիշտ չեմ- է։ Ես հիմա հասկացա, որ ձեր խնդիրը հիմնականում ծառայության գնի եւ որակի հարցն է։ Հա, համկնի։ Անպայման Ընկեր կզբաղվի։ վարչապետ ջան, ինչի համար կարելի է գնալ երկու բառ խոսա, ասի այդքան կարող է դուք գումար ունեք։ Հասկացանք։ Ես ձեր նման միլիոնավոր պրեմիաներ չեմ ստանում, Հասկացանք։ Ստե սաղից շատից կարող է շատից ես լավ մասնագետ եմ, սաղից էլ լավ մարդ եմ, բայց ես ստանում եմ այդքան, Եղբայր, իսկ ձեր մեջ լսեք։ մարդիկ կան, որ ոչ մի բան չեն անում, միլիոներ փող են ստանում, Լսեք, պետք է ստանային։ եթե դուք լավ մասնագետ եք աշխատանքի շուկայում, ուրեմն կունենայիք այնքան աշխատավարձ, որ հիմա չգայիք ասեիք։ Ես այնքան լավ մասնագետ եմ եղել, այնքան մարդ եմ եղել, որ եկեք ձեզ եմ ընտրել այն վաղ։ Հա։ Դուք էլ ինձ ասեցիք, դուք եք ասել, որ ձեր նման մարդիկ պետք է տեղ ունենան, ոչ թե եսի մով ունենան։ Դուք ինչ կրթություն ունեք կներեք։ Միջնակարգ կրթություն ունեմ։ Ինչ եք ուզում, որտեղ եք ուզում աշխատեք։ Եք Նախարար եմ ուզում։ Հենց հիմա հա նախարար եմ ուզում։ Չեմ նշանակել Որ ամիսը ձեզ 10 նախարար։ միլիոն փող ստանամ ու ժողովրդի մար լիքը բան Լսեք, կան այդ ազգիս համար։ հիմա լսեք, այդ եմ ասում, այդ նախարարը որ աշխատավարձ է ստանում, այդ նախարարը թոշակա բարձրացրել, այդ նախարարը առողջության ապահովագրությունն է բարձրացրել, այդ նախարարը ուսուցիչների աշխատավարձակրկնապատկի, այդ նախարարը զինվորականների աշխատավարձակրկնապատկի, այդ նախարարի գործունեության շնորհիվ այսօր 700,000 դրամ ուսուցիչ կա աշխատավարձ ստացող, 700,000 դրամ զինվորական կա աշխատավարձ ստացող, այդ նախարարի աշխատանքի շնորհիվ այսօր հանրապետությունում ոչ մի սոված թոշակառու չկա։ Այդ նախարարի աշխատանքի շնորհիվ ձեզ տվել եմ արդեն, հեսա տվել եմ։ Այդ նախարարի աշխատանքի շնորհիվ 2017 թվի համեմատ պետական բյուջեն 135%-ով ավելացել է։ Այդ բաներ կա, որ ասում եք, ճիշտ չի։ Որը ճիշտ չասեք։ Համարյա 90%-ը Որը ճիշտ է ճիշտ չի, կոնկրետ ասեք։ Ասում եք սա հասկացա։ Կոնկրետ ասեք։ Ձեր կառավարման այս անձնակազմը Մի րոպե, կոնկրետ բոլորը ասեք, լավ գումար են ստանում մեր հաշվին, իմ ծնողի բան մեր այն սովորական Որ ձեր մարդիկ հաշվին իշխան են։ 2025 թվին ինչքան հարկ եք վճարել, որ մենք ձեր հաշվին ենք ստանում։ Դες արուն եմ տվես ազգի համար։ Որտեղ եք արուն տվես ազգի համար։ Որտեղ Իմ հողի համար, Որտեղ, իմ կոնկրետ։ Արցախի հողի համար, իմ Կոնկրետ, Հայաստանի։ հիմա հենց հիմա կճշտենք, մեր տվյալներով կճշտենք որտեղ եք արուն տվել։ Տեղը ասեք, որտեղ եք։ Ջիվոն Աբրամյանն էլ իմ Որտեղ եք արուն եղել եմ, որտեղ ձեր տվյալներն ասեք, հեսա պաշտպանության նախարարությունով կճշտենք։ Զանգի Մովսեսյան Ռազմիկ, Լենյան ջոկատ եմ եղել։ Համեցեք։ Հեսա կճշտենք, բայց եթե սուտ ասեք, դա հետևանք է ունենա։ Թող հետևանք լինի։ Շատ լավ։ Հաճույքով։ Մի հատ էլ մեզ կտակ, որ Ընկեր նախարար, դուք գրանցեցիք բժշկի համար։ Էսել ձեզ։ Համեցեք նկարը։ Հաջեք, բարև։ որտեղ ձեզ շատ ենք սիրում, իրոք ձեր կողքին եմ միշտ։ Արդեն տվել է։ Ես վարշեցից բանից գաղապաշ։ Լավ եմ, շնորհակալ եմ շատ։ Մեն հաղթանակ։ Շնորհակալ եմ շատ։ Մեր հաղթանակը ձեզանով։ Ես գիտեմ, ես որ քաջան։ Համեցեք։ Ուրեմն մեր երեխան 6 տարեկան է, ինքը միշտ մուրացանում դեղորայք է ստանում, ինքը աճման հետ խնդիր ունի, բայց հիմա ասել են, որ չի կարող ստանալ, ինչ որ վաճառաբանել են պասպորտ պետք է հանի 6 տարեկան Բառանց պասպորտը, ինչի՞ չեք ուզում պասպորտ։ Մենք Դե պասպորտ հանեք, ինչի՞ բան ուզում եմ չի։ ասեմ, դա եթե վերականգնենք նորից այդ նույնը բանը։ Այո, երեխան միջև 18 տարեկան բոլոր երեխաները առողջության ապահովագրության շահառու են, ընդ որում դուք դրա համար ոչ մի բան ընդհանրապես չեք վճարում։ Հիմա թազը օրենք հահել է, որ դու երեխա պետք է պասպորտ ունենա, որտեղ առաջներում չի եղել, մենք չենք էլ հանել։ Բա երեխաները լիարժեք մեր քաղաքացիներն են, պետք է պասպորտ։ Որ խնդրեմ կարող են ձեզ նկարվել նոր գնահատելի բարամարչապետ, ես դե շատ եմ սիրում։ Իսկ ո՞նց են անում։ Իրոք եք կմենեք։ Իրոք է սենց որևէ։ Անչափ շնորհակալ եմ ձեզ։ Գնացինք, լավ է։ Լավ է։
Ես Շատ լավ է։ շնորհակալ եմ շատ։ Ձեզ տվեցինք այս բաներից, նա ձեզ նվիրենք սրան։ Լավ է։ Լավ է։ Elab çunuyor. Բարի ծառայություն, լավ է։